Ֆորտունայի եթերում մոլորակն է, բարև ձեզ։ Հայոց ցեղասպանության թեմայով Հռոմի Պապի ելույթի ու Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի մասին լուրերը շարունակում են մնալ հայկական մեդիայի ուշադրության առանցքային կենտրոնում, իսկ ահա մարզային լրատվության շրջանակներում 100 ծառ։ Ծառատունկը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին։ Մեր մարզում այսօրվա գլխավոր իրադարձության մանրամասները ներկայացնում է Գոհար Մովսիսյանը։ 100 խորհրդանշական ծառ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին։ Նախաձեռնության հեղինակը Վանաձորի Լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Կամո Համբարյանն է։ Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, զինվորներ, դպրոցականներ եւ պարզապես քաղաքացիներ իրենց անվանական ընկուզենիներն ունեցան, որոնց թիվը 100-ն է։ Եղեռնի մեկդարյա տարելիցի խորհրդին համահունչ։ Ծառատեսակի ընտրությունը եւս խորհրդանշական է։ Ընկուզենին երկարակյաց ծառ է, բացի այն, որ տարիներ հետո հնարավոր կլինի վայելել այսօրվա ծառատունքի պտուղները, նախապատվությունը տվեցին ընկուզենուն որպես հայ ժողովրդի դարավոր պատմության եւ հարատեվության խորհրդանիշի, ասում է Կամո Համբարյանը։ Բոլորի համար անհատական գրկաներ ենք պատվիրել եւ ով ծառը տնկում է իր անունով, այդ իր համարի ծառը կա այստեղ։ Ինքը կմշակվի եւ որոշ ժամանակ հետո, մի քանի տարի հետո, այստեղ կտեսնեք մեծ ընկուզենու այգի։ Հիշատակ մեր Եղեռնի զոհերի։ Ընտրել ենք ընկուզենին, որ համ բերքից օգտվեն, պլյուս դրան, որ երկար դարերով հիշվի սա։ Ծառատունքի մասնակիցներից Արամ Ռևազյանի խոսքով 100 խորհրդանշական ընկուզենի տնկելը Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կարգախոսի հիշում եմ եւ պահանջում լավագույն դրսեւորումն է։ Պայքարի ու պահանջատիրության յուրօրինակ ձև, որով հայ ազգը ապացուցում է աշխարհին, որ դարավոր ցավը միաբան է դարձնում աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդին։ Ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ ոգևորիչը եւ ուրախալին նա է, որ անհատ քաղաքացիները նախաձեռնություն են իրականացնում եւ փորձում են ինչ-որ չափով իրենց հարգանքի տուրքը նախ մատուցել անմեղ զոհերի հիշատակին եւ իհարկե հավերժացնել նրանց կյանքի մեր ժողովրդին համախմբում է եւ ցավը բնականաբար ընդհանուր ցավ է եւ սա կապող ուղղակ է, երբ որ մենք ընդհանուրով մեր ցավը հիշում ենք եւ փորձում ենք պայքարել այդ ցավը սպիացնել եւ ցույց տալ աշխարհին, որ մենք ապրում ենք, եղել ենք, կանք ու պետք է լինենք։ Գիտեք, մի 30, 40, 50 տարի հետո երբ մարդիկ այստեղով կանցնեն եւ աչք կշոյի եւ բարիկներից կօգտվեն այս այգում եւ մնային բան է, ինձ թվում է կյանքում մեր պապերն է, ամեն մարդ պետք է, չէ, ծառ տնկի, երեխաներ ունենա, տուն կառուցի։ Հիմա մենք մեր ծառը տնկում ենք։ Ինչպես տարբեր թաղամասերում ենք տնկել ժամանակին ծառեր, որոնք բավականին արդեն մեծացել են։ Տարիներ հետո երբ այստեղ գանք, մենք մեզ շատ լավ կզգանք, որ նաև մենք մեր լուման ունենք այստեղ ներդրած։ Պետք է պահպանենք, սիրենք բնությունը, սա մեր երկիրն է, ուրիշ երկիր չունենք։ Ծառատունքի իրականացման վայրը եւս պատահական չէր ընտրված։ Սրբավայր կամակատարը բարձունքից է հսկելու հայ ժողովրդի մեկդարյա չսպիացած վերքի առհավատչյան։ Նախաձեռնության հեղինակի խոսքով այստեղ շուրջ 10 տարի յուրաքանչյուր գարնան ծառատունք է իրականացվում։ Բացի այստեղի տնկացնից այն լանջերը, որ տեսնում եք, ես ազգաբնակչության համար այս բոլոր լանջերով 2000 հատ ընկուզենի եմ տնկել։ Այս լանջերով մեկ, որը որ բաց տարածք է, որ մարդիկ օգտվեն։ Թե ծառատունքի մասնակիցները եւ թե նախաձեռնության հեղինակը վստահեցնում են, որ անկախ առիթից ու պատճառներից նմանօրինակ նախաձեռնություններ հետագայում եւս կլինեն։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Կիրակնորյա մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում շարունակվում են, Լոռու մարզկենտրոնը անմասն չի մնացել միջոցառումներից, Հերմինե Յավրյանն է եղել Ստեփան Զորյանի տուն-թանգարանում։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ, որին մասնակցում էին ինչպես ուսանողներ ու ֆրանսերենի թեքումով երրորդ դպրոցի աշակերտները, այնպես էլ մտավորականներ։ Ցերեկույթի հատուկ հյուրերն էին պատերազմում անհայտ կորածների հարազատները եւ բազմաթիվ գրքերի հեղինակ թարգմանիչ Մարինե Վանյանը։ Արդեն տարիներ շարունակ մենք ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում եւ նաեւ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կազմակերպում ենք եւ պիտի ասեմ բավականին հետաքրքիր միջոց
միջոցառումներ են կայանում։ Այսօր մենք մեր շարունակական աշխատանք կատարում ենք գոնե թե այս փոքրիկ միջոցառումների միջոցով։ Ինձ թվում է, որ մենք դեռ մեր բարեկամություն դեռ պիտի շարունակենք եւ կարծում եմ, որ մեր երկու ժողովուրդներն էլ համամարտկային բարձր արժեքների կրող են եւ պատմությունը անժխտելի ու անուրանալի փաստերով ամրագրել է մեր մշակութային մերձությունը։ Ոչ միայն մշակութային ու համամարտկային արժեքներով, այլ նաև բնակլիմայական պայմաններով են երկու երկրներն իրար նման, նկատում է բանաստեղծուհի Լենա Անթարանյանը։ Բանյո-Պրովանսն ու Գիրովական Վանաձորը իսկապես ունեն նմանություններ։ Դրանցում համոզվեցին նաև ներկաները, երբ ցերեկույթի ընթացքում դիտեցին ֆրանսիական Պրովանսի եւ Լոռու մարզի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։ Այնուհետև հիշատակեցին դրվագներ քույր քաղաքների բազմամյա համագործակցության ու Ֆրանսիայում հայ համայնքի ակտիվ գործունեության պատմությունից ու հեռանկարներից։ Ցերեկույթը համընվեց ֆրանսիական գրականության հայերեն թարգմանված ընթերցանությամբ ու ֆրանսերեն երգերի կատարմամբ։ Գրական ցերեկույթը նվիրված էր նաև պատերազմի ընթացքում անհայտ կորածներին, ում հարազատներն էլ ուշադրության ու նվերների արժանացան Կարմիր խաչ կազմակերպության կողմից։ Մենք նաև սիրով օրվա խորհուրդը գրող այս պոեզիայի գեղեցիկ ցերեկույթը նվիրում ենք նաև նրանց չեմ ասում հիշատակին, որովհետև մենք նրանց սպասում ենք, նրանց վերադարձին։ Ցերեկույթի կազմակերպիչները վերջում հույս հայտնեցին, որ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում միջոցառումներ առաջիկայում էլի կլինեն, որոնք կնպաստեն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների պահպանմանը։ Հերմինե Յավրյան, Համլետ Պապանյան, Կիրակնորյա մոլորակ։ Հիմա վերջին օրերի անհանգստությունների մասին եղանակային անակնկալները նախ մտահոգության տեղիք տվեցին, ապա դարձան ավերածությունների պատճառ։ Ներկայումս վտանգը ամբողջությամբ անցած չէ, բայց իրավիճակը հուսադրող է։ Արևածագի մայրամուտից մինչև 50 սանտիմետրով ավելդեբետ տեսանյութում։ Նախորդին տեղացած ուժեղ կարկուտն ու կայծակը Լոռու մարզի արևածագ գյուղին զրկել են գազամատակարարումից, ջրամատակարարումից։ Գյուղի ամեն անկյունում էլ կոտրված ապակիներ ու տանիքներ են, ինչպես նաև սատկած կենդանիներ։ Գյուղացիներն ինչպես իրենք են ասում, դեռ ուշքի չեն գալիս կատարվածից, սարսափած են ու վախեցած։ Հիշում են միայն գնդաձև կայծակի լույսն ու վառվող գազի ու լույսի հաշվիչները տան ամեն մի անկյունում։ Ճիշտն ասած, ոչ մի բան չզգացին, գլուխներս մժմժաց, թմբրեց, անցկայացանք, ուզում ենք դուրս գանք, չենք կարողանում, դուռը չենք գտնում, որ դուրս գանք, ծուխեր ու փոշի։ Ամուսինս դուրս եկավ, դուրս որ տան հետևը վառվում է, գազի տրուբեքը այդ հաշվիչները լրիվ տրաքել էին, վառվում էր։ Այդ պահին այնքան վախ ապրեցինք, որ չգիտեմ, էլի խփեց կրիշ վերևը կտորին, հետո աղապսեին ախփե։ Ահա որ էր, չգիտեմ, ավելի շատ բախվում ենք, քան թե նկատում ինչա կատարվում։ Շատ վախեցանք, շատ։ Գյուղացիներն ասում են, անձրևներ գյուղում հաճախ են գալիս։ Եղել են դեպքեր, երբ կայծակից էլեկտրատեխնիկա է վառվել, բայց նման բան չեն հիշում։ Գյուղում իսկական իրարանցում է։ Այդպիսի բան չլսված, չտեհած դեպք է։ Գեորգյան Սարգիսի բնակարանի մոտ կայծակը խփել է եւ իր տանը մեծ վնաս է հասցրել։ Իր տան մոտի իր բաղնիցը ջարդել է, փշրել է մեջի ամոր գույքը ու մի քանի ընտանիքի էլ է վնաս հասցրել։ Մի 500 մետր հեռավորության վրա մեկի մոզին է կայծակը խփել, վնասել է։ Արևելյան թաղամասում հեռուստացույցներ է փչացրել, խալանիկ է փչացրել ու մի շարք այդպիսի բաներ է, ջրի հաշվիչներն է փչացրել, տոկի հաշվիչներն է փչացրել։ Ուժեղ կայծակից վնասվել է նաև համայնքի ջրագիծը։ Բարեբախտաբար բնակիչներ չեն տուժել։ Համայնքում ուսումնասիրություններ է կատարվում փրկարարչության կողմից, հաշվում է վնասի չափը։ Գյուղի մի մասը հոսանքազրկված է, մի մասը ջուրն է դադարեցված, գազի հաշվիչները դուրս գալու պատճառով գազի մատակարարում չկա, ինչպես տեսակ վթարային ծառայությունները աշխատում են, շատ կարճ ժամանակամիջոցում այդ ամենը կվերականգնվի, ինչ մնում է սարքավորումները, դա համապատասխան մասնագետներ պետք է գան, դա արդեն իրենց գործն է։ Արևածագում տարվում են աշխատանքներ էլեկտրաէներգիան եւ ջրամատակարարումը վերականգնելու նպատակով։ Դեպետ գետն այսքան ջրառատ, գեղեցիկ ու միևնույն ժամանակ այսքան վտանգավոր կարելի է տեսնել միայն Գառնան այս ժամանակահատվածում։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ձնհալ ինտենսիվ տեղումներ, արդյունքում ջրի մակարդակն արդեն բարձրացել է մոտ 50 սանտիմետրով։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների Կուրի ավազանի ամենախոշոր գետը վտանգավոր կդառնա։ Ջուրը կբարձրանա ավելի քան 1 մետրով, որն էլ իր հերթին նշանակում է, որ կհեղեղվեն գետի ափին կառուցված տներն ու ափամերձ հողամասերը։ 178 կիլոմետր երկարություն ունեցող գետը հոսում է Թումանյանի տարածաշրջանի ավելի քան 10 համայնքներով, սկիզբ է առնում Ձորագետ համայնքից, որտեղ արդեն հասցրել են վնասներ կրել։ Էդիտա Պապանյանը գետի ափին փոքրիկ հողամաս ունի, մի քանի տարին մեկ հողին հանձնած սերմը ջրի հետ գնում է։ Լրիվ շել տարելա, հանել, կարտոշկա եղել ցանազման, լրիվ արելա ջրի տակը, վարարմա ինչքան պետքա, բանկա, վերևներիցը, քշած վերմա։ Որոշ հատվածներում էլ ծառեր են տապալվել, ըստ համայնքապետարանների շատ լուրջ վնասներ դեռևս ոչ մի համայնք չի կրել։ Քմահաճ գետի վտանգներին գյուղերում լավ տեղյակ են։ Տարիներ առաջ հորդարատ անձրևների հետևանքով Ձորագետի միջհամայնքային ճանապարհն ահա այս տեսքն է ստացել։ Սելավա գալիս է մեզ ատանուրի, քան դու քարապարել, քանի անգամ։ Այն Ձորագեղա բանեն չոշեն էլ ապալվեն, դեսը չեն գնում, դեն ավտոբուսը գնում։ Գետի վարարումների դեմ այս տարածաշրջանում սկսել են պայքարել ավելի քան 100 տարի առաջ, երբ երկաթգիծ է կառուցվել ու ջրի տակ հայտնվել։ Ամենավտանգավոր հատվածները ներկայումս պատնեշներով առանձնացված են։ Ձորագետում անհանգստացած են ոչ միայն տների ու այգիների համար, ձկնորսներն էլ պետք է զգույշ լինեն։ Վտանգը հիմի այնա, որ ասենք մարդիկ դուրս են գալիս ձուկ բռնելու, առօրյա իրանց հացը վաստակելու կամ ձուկը ձկնորսությամբ են զբաղվում։ Շատ զգուշ լինեն։ Քաղաքի Սանկտ Պետերբուրգ թաղամասը Լագեր թաղամասին կապող հետիոտնային կամուրջը Տանձուտ գետի վարարման պատճառով փլուզվեց։ Տեղում է եղել մեր օպերատիվ խումբը, տեսել է, որ հարակից շինություններին վնաս չկա, ուղղակի կամուրջն ա փլվել, դադարել է բնակիչների անցուդարձը գետի վրայով։ Կամուրջից ավելի շատ օգտվում են ինչպես նշված թաղամասի բնակիչները, այնպես էլ TV-9 դպրոց հաճախող աշակերտները։ Փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ ահա բնակիչների փոխանցմամբ, երբ կամուրջը փլուզվել է, թաղամասի բնակիչներից մեկն իր երեխային դպրոց տանելիս է եղել եւ հրաշքով է հաջողացրել անցնել կամուրջը։ Հակառակ դեպքում վարարած գետը ճակատագրական կարող էր դառնալ հոր ու որդու կյանքի համար։ Բնակիչների փոխանցմամբ նաեւ գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով փլուզված կամուրջն իր հետ կենդանի է տարել։ Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներն իրենց ուժերով փորձում են քայլեր ձեռնարկել, քանի որ կա վտանգ, որ գետի ջուրը կարող է հեղեղել նաև բնակարանները։ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման աշխատակիցները գործի են դրել ծանր տեխնիկան։ Իրականացվում է գետերի հուների մաքրման աշխատանքներ, իսկ հա տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կառույցից չեն բացառում նմանատիպ դեպքերը ու հանդես են գալիս զգոնության կոչով։ Կամրջակներից չօգտվեն Ես մի քանի օրը մինչև մեր եղանակները կհանդարտվի եւ նմանատիպ ինչ որ բան նկատելիս ահազանգեն 911 ծառայություն։ Ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ 14-ից 17 առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև եւ ամպրոպ, 13-ին լեռնային շրջաններում ձյուն, քամին, հարավային շրջաններում 5-ից 10 մետր/վայրկյան արագությամբ կլինի։ Օդի ջերմաստիճանը 13-ին 14-ի գիշերը կնվազի եւս 4-ից 5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա։ Լոռու մարզում երկուշաբթի սպասվում է առավելագույնը 10 աստիճան, տաքություն։ Այսքան այս թողարկման համար մնացեք խաղաղությամբ եւ շարունակեք դիտել Ֆորտունա ցտեսություն։